Այսօր Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ, Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորության թեկնածու Արեգնաս Մանուկյանի բնակարան էին մուտք գործել իրավապահ համակարգի ներկայացուցիչները, իդեպ ասեմ դա անօրինական գործողություն էր, որովհետև հանդիսանալով պատգամավորության թեկնածու դատարանի որոշումը խուզարկության մասին ունենալու համար պետք է նախ դիմեին կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է թույլտվություն տար պատգամավորական թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու համար։ Առանց այս գործողությունը իրականացնելու թիվ 1 հրահանգիչը հրահանգել էր, որպեսզի ներխուժեին Արեգնաս Մանուկյանի բնակարան, այնտեղ կան նաև անչափահաս երեխաներ, այդ պահը չենք շահարկում իհարկե, բայց հասկանում ենք, որ գործողություններ, քննչական գործողություն, խուզարկություններ իրականացվել, որից հետո Արեգնասին հրավիրել էին Մասմանյան 5 հասցեում գործող քննչական բաժին։ Իհարկե Արեգնաս Մանուկյանը շատ պատասխանատու եւ արտաճանաչ ձևով ներկայացել էր, մեր ողջ թիմը իր հետ ներկայացել էր այնտեղ եւ մենք սատարում էինք, աջակցում էինք եւ մեր ներկայությամբ ասում էինք, որ մենք բոլորս այստեղ ենք, եթե հարցեր ունեք, կարող եք մեզ բոլորիս ուղղել այդ հարցերը։ Սպասելի էր, որ կգնան, սպասում եք Տիկին Մանուկյանը։ Նախորդիվ այս գործող իշխանության ներկայացուցիչներից մեկը, կարծես այսպես իրենց խոսքով, իրենց բառամթերքով ասած սլիվ էր արել, որ պետք է Արեգնաս Մանուկյանը եւս հարցաքննվի կամ դառնա քաղբանտարկյալ, այնպես որ անսպասելի չէր, մենք արդեն 2018-ից մինչ այսօր ամեն ինչ Հայաստանի Հանրապետությունում սպասում ենք։ Այլևս ոչինչ զարմանալի չէ, եթե Վանաձորում նախընտրական քարոզարշավի ժամանակ փոխանակ իրենց անելիքները եւ պլանավորելիքը իրենց ծրագրերից խոսելու մասին դրա փոխարեն խոսելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը հրահանգում է կալանավորել առանց օրինական որևէ իրավական հիմք ունենալու, պարզապես դատարանի կողմից կալանավորման այո, որոշման առանց որևէ իրավական հիմքի նա հրահանգում է իր քարոզարշավի ընթացքում իր ընտրողի, այսինքն ընտրողների հետ զրույցի ժամանակ նա հրահանգում է իրավապահ համակարգին կալանավորել Անդրանիկ Թևանյանին։ Այս ինչ էլ սպասենք մենք մեր երկրում։ Փաստորեն Հայաստանի Հանրապետությունում որևէ անձ, լինելով անգամ պատգամավորության թեկնածու, ունենալով անձեռնմխելիություն, ապահովված չէ Նիկոլի այդ կլաուզաներից, սադրանքներից։ Դե գիտեք, Նիկոլը որ պատգամավոր էր, այն ժամանակ ասում էին, որ կլաուզայով է այդ թերթը գրում եւ հասկանալի էր, թե ում շահերի սպասարկում էր նա, որովհետեւ երբեք էլ որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում իրականում չի վստահել Նիկոլ Փաշինյանին եւ բոլորս էլ հասկացել ենք, որ Նիկոլ Փաշինյանը իրական ընդդիմություն չէ։ Նա եղել է ձեռքի գրպանային օգտագործման ընդդիմություն։ Եվ իսկ ինչ վերաբերվում է արդեն, որ վարչապետ է աշխատում եւ կոնկրետ Անդրանիկ Թևանյանի գործի շրջանակներում, սա հորինովի, այսպես որ ուզում են ոչինչից մի բան ստեղծեն այդ իրավիճակն է, կարծում եմ ես ինչի շրջանակներում է հարցաքննվել Արեգնաս Մանուկյանը, քանի որ ստորագրել է գաղտնիության փաստաթուղթը, չէր կարող որևէ մեծ մանրամասներ տալ, ուստի ես էլ չեմ կարող անհիմն որևէ հայտարարություն։ Տիկին Աղաքյան, կարծում եք որոշում կլինի Տիկին Մանուկյանին կալանավորման հետ կապված։ Եթե որոշում էլ չլինի, ես կարծում եմ, այո, իրավապահ համակարգին կհրահանգվի կալանավորելու, որովհետև փորձում են կոնկրետ այս պահին փորձում են Բարգավաճ Հայաստան կուսակցությանը դուրս թողնել ազգային ժողովի մտնելու իրավունքից, չնայած որ դեռ ընդդիմադիր դաշտը քննարկում է կմտնի, չի մտնի, մանդատ կվերցնի, չի վերցնի, բայց թիվ 1 հրահանգիչը, դատավորը, դատախազը, վաճառականը, ուսուցիչը, գիտնականը, մեր երկրում ընդամենը մեկ մարդ կա, մեկ հոգի կա, ով բոլորին հրահանգում է, բոլորին վախերի ու սարսափների մեջ է պահում եւ չի բացառվում, որ նա կարող է նաեւ մի օր դեղերը խմած չլինել, արթնանալ եւ ասել, որ այո, այսօր սրան են կալանավորում։ Բոլորս էլ սպասում ենք, ավելի լավ արժանապատիվ կեցվածք է լինել քաղբանտարկյալ սրա Հայաստանում, սրա ղեկավարած Հայաստանի Հանրապետությունում, որը արդեն ամսի 8-ից Արևմտյան Ադրբեջան է դարձնում, քան լինել ազատության մեջ եւ ոչինչ չկարողանալ անել։ Բարգավաճ Հայաստանը, Մայր Հայաստանը ինչ են պատրաստվում անել համատեղ, գուցե փողոցային շարժում եք պատրաստվում օրինական, խաղաղ միջոցներով պայքարել եւ թույլ չտալ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քվեն ոտնահարվի, մեր քաղաքացիների իրավունքը ոտնահարվի, մարդիկ մեզ վստահել են, քվե են տվել եւ իրավունք ունենալու մեր ներկայությունը
Չնայած անկախ նրանից մենք ներկայացված կլինենք, թե ներկայացված չենք լինի, մենք պայքարելու ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը մնա Հայաստանի Հանրապետություն։